Անկախ տարադրամի փոխարժեքից եւ շուկայական ցնցումներից կերամամարացի սալիկների գները չթանկացան։ Ինչու՞։ Մեզ հաճելի է լինել հասանելի գնորդների համար։ Մեզ համար կարևոր է, որ գնորդի ճաշակը եւ հնարավորությունը այստեղ կարող են համընկնել։ Համեցեք կերամամարացի եւ կատարեք ընտրություն մեր բազմաոճ տեսականուց։ Սալիկների գները սկսած 4400 դրամից։ Օգտվեք նաեւ զեղչային ճկուն համակարգից։ Կայունություն եւ անփոփոխ որակ։ Աշխարհի շուրջը կերամամարացի հետ։ Ես Սարգիս Պետրոսյանն եմ։ Ես եւ իմ եղբայր Սուրենը ապրում եւ աշխատում ենք Ռուսաստանում։ Ավելի ճիշտ Խոպանում։ Մասնագիտություն չունենք, բայց ունենք կարգախոս։ Մեր ձեռքից ամեն ինչ գալիս է։ Ահա եւ մեր մայրիկը, ով իր բռի մեջ է պահում մեր ուղարկած գումարները եւ մեր կանանցով լի ընտանիքը։ Չնայած ինչպես հասկացաք, ոչ միայն բռի մեջ է պահում մեր ուղարկած գումարները։ Մեր սիրելի կանայք Աննան եւ Մարիետան, նրանցից երբեք ոչինչ պահել չի լինում։ Նրանք 300 կմ/ժ արագությամբ քամուն են տալիս մեր ուղարկած գումարները։ Իմ որդին է Ռուբիկը, ով ինչպես տեսնում եք, միայն տանը չէ, որ իր օրը անցկացնում է աղջիկների հետ։ Եղբորս աղջիկն է Թինա։ Նա սովորում է ԵՊՀ-ում եւ ապրում է չափից դուրս գլամուրային կյանքով։ Նա անգամ իր դպրոցի ներկայի մեջ նկարվել է սելֆիով։ Իմ աղջիկն է Աշխենը։ Նա ապրում է մեր տանը եւ սոցիալական ցանցերում եւ ամենից շատ երազում է գտնել իր առաջին կեսին։ Եղբորս փոքր աղջիկն է Սյուզիկը։ Նա սովորում է 5-ի Խ դասարանում, որտեղ սովորում են միայն ամենախելացի աշակերտները։ Մեր կանանցով լի ընտանիքին ավելանում է նաև մեր գյուղի բարեկամ Հայարփին։ Ճիշտն ասած չեմ հիշում, թե նա մեզ ինչ բարեկամ է, բայց հիշում եմ, որ ընդունվել է մանկավարժական համալսարան եւ ուզենք թե չուզենք ապրելու է մեր տանը։ Տատի ինչ ես ուշանում, մի ժամը նստած քեզ ենք սպասում։ Ես չեմ ուշանում, դուք եք մի ժամ շուտ եկել։ Մենք պետք է Ռուսաստանի ժամանակով շարժվենք։ Տղաներս Ռուսաստանում են ու հիմա ինձ համար այն ժամանակն է ճիշտ։ Հասկացաք։ Լավա տղաներդ Ամերիկայում չեն, թե չէ հիմա գիշերներս ցերեկ էր սարքել։ Աչքի շատ սկսեցիր խոսել Թինա։ Տղաներս առավոտից իրիկուն Ռուսաստանում աշխատում են, փող են ուղարկում։ Ու ես պարտավոր եմ իրենց բացակայության ժամանակ իմ հարսների եւ նրանց երեխաների համար հոգ տանել։ Հոգ տանի, թե հոգիներս հանի։ Դե ինչ, սկսենք մեր այսօրվա հերթական հաշվետվությունը։ Դե հիմա ասեք տեսնեմ, ով, որտեղ եւ ոնց է ծախսել իմ տված փողերը։ Հարգելիս կեսուր մայրիկ, մեր ընտանիքը պատրաստ է հերթական հաշվետվությանը։ Ահա։ Սկսենք քեզանից, Թինա։ Ես? Ես ինչ խոսեմ, քո տված 15,000 դրամով գնացել եմ, դասի եկել եմ ու ինձ մի հատ կանալնի գրեմ եմ առ ընդամենը։ Աղջի այդ գաջի ինչա որ քսել է սերեսից։ Հերեդ ամբողջ օրը ռուսների պատերին ա գաջ քսում, փող ա ուղարկում, որ դու էլ երեսիդ քսես։ Հա, Թինա ջան, կարաս հանգիստ գնաս պապայի հետ կիսովի գաջ քսես։
Լավ, անցնենք առաջ։ Ասա տեսնեմ դու ինչ ես արել իմ տված փողերը, Աշխեն։ Տատի, իբր չգիտես։ Ես այդ փողերը հավաքում եմ, որ քիթս օպերացիա անեմ։ Մի անգամ էլ։ Ինչ։ Ինձ թվում է, որ ես սրա պատճառով ա, որ մինչև հիմա ընկեր չունեմ։ Բնավորությունդ պետք է օպերացիա անես, ոչ թե քիթդ։ Համ ասում ես տանն եմ մնացել, համ էլ բոլոր տղաներին անուն ես դնում։ Առաջի անուն դնողը դուք եք եղել, ու ինձ շատ հետաքրքիր է։ Ով է իմ անունը դրել Աշխեն։ Աշխեն։ Աշխենը շատ սիրուն անուն է, մի նեղվի։ Դու ավելի լավ ա քիթդ վիրահատես։ Մարետա ջան, աչքից դու ես աղջկատ պես պատրաստվում օպերացիայի, բայց սրտի օպերացիայի։ Ինչի տիկին Եվա։ Որովհետև մի շաբաթում 50,000 դրամ փող ես վերցրել։ Ինչ ես արել այդ փողերը։ Վայ, տվել եմ տղուս բենզին լցնի, երեխան բենզինի փող չուներ։ Վայ, ռուբոշիս ես տվել, ուй մեռնեմ դրա ջանին։ Բա դու ծնող ես, բա մի 50,000 դրամ էլ ավել տայիր։ Եղավ, հաշվի կառնեմ։ Հաշվի առ, բայց իմ հաշվին հաշվի մի առ։ Դու խոսիր, Աննա։ Ես ինչ խոսեմ։ Ամբողջ տան առևտուրը վզիս եք դրել։ Ուտելիքը ես առնեմ, խմելիքը ես առնեմ, տնտեսական ապրանքները ես առնեմ, ավելի լավ է ես իմ գլուխն առնեմ ու գնամ այս տնից։ Շիզոֆրենիկա նորմալ մեկն է այս աղջիկը, հետը խոսել չի լինում։ Հա, Փիջան, այս երկու ամիսա գյուղից եկել ես մեր տան ես մնում։ Բայց ոչ մի անգամ չես բերել ներկայացել հաշվապահություն։ Ասես, բայց ես տված 200 դրամով գնացել եմ դասի հետ եմ եկել, այդ մարշրուտնի շոֆերներին էլ ինչ անում եմ, չեք չեն տալի։ Մամջան, հենց մենակ լինես, սկայպով շուտ կապվի։ Լավ, այսօրվա մեր ընտանեկան հաշվետվությունը համարենք ավարտված, ազատ եք բոլորդ։ Սուզի տատին տանն, հա? Նկարչություն ես անում? Դե նկարի, որ մեծանաս նկարչուի դառնաս։ Հա, ոնց ես, մանկապարտեզում լավ էր այսօր։ Նախ ես չեմ նկարում, գրում եմ։ Երկրորդն էլ, ես վաղուց արդեն դպրոց եմ գնում։ Դպրոց։ Ինչ անսովոր է, բայց դոլարի կուրսից արագ ես մեծանում։ Ես մինչև 2 հատ ընկերուհի փոխեցի, մեծ աղջիկ դառար Սյուզի։ Հայ դեպ, ես քեզ այսօր առավոտյան ժամը 8-ին դպրոց գնալուց տեսել եմ։ Հետո ինչ։ Հետո այն, որ քեզ տեսել եմ մեր հարևանների տանից դուրս գալուց, իսկ քանի որ մերին ապրում եմ մենակ, դրանից հետևություն։ Սյուզի, իսկ այդ հետևությունները ոչ մեկին չես ասել։ Չէ, չեմ ասել։ Բայց կյանքը դեռ առջևում է։ Այսինքն դպրոցում պերաշկին թանկացել։ Հասկացա։ Ես վերցրա, մենակ ոչ մեկին ոչ մի բառ, մանավանդ Տատիկին։ Ռուբիկ, պերաշկին շատ է թանկացել։ Ռուբիկ, շատ է թանկացել։ Սյուզի, դու կարող է այրոպորտում ես սովորում։ Չէ, բայց որ մեծանամ երազում եմ աշխատեմ այրոպորտում։ Իսկ ես գիտես ինչ եմ երազում, որ պապան Ռուսաստանում լիքը փող աշխատի, Իտալիայից վերջի Ֆերարիներից իմ համար զակաս տա, այդ ավտոն գա, հասնի Հայաստան, ծախեմ միած սպիտակ դորջար առնեմ, այդ եմ երազում։ Դու ավելի լավ է հիմա երազի, թե ոնց ես տանից դուրս գալու, որ տատին քեզ չտեսնի։
Ա ճիշտ է։ Գլխիս Ջեյմս Բոնդն է դառել տատիկը։ Չէ, ես էլ այս պարավի ձեռը չեմ դիմանում։ Տեսար քեզ ինչ ասեց։ Չէ, ինչ ասեց։ Դե, ասեց։ Դու չես հիշում ինչ ասեց։ Ես էլ մոռացա։ Հետո էլ ինձ ասեց։ Ով այդ կարևոր չի, հա։ Կարևորն է նա, որ մեր ամուսինները գան, մենք գնանք հանգիստ մեզ համար ապրենք։ Հա, գիտես հեշտ է, հա։ Գիտես ես չեմ ուզում, որ իմ ամուսինը իմ երեխեքի հետ իմ կողքին լինի, բայց դե հնարավոր չի։ Ոչինչ դիմացի։ Տանտեր Ռուսաստանն էլ այնքան մեծ է, մինչև ասֆալտ անենքան հաստատ մի 2 ամիս կտևի։ Մաքսիմում մի 2 տարի։ Լավա չասեցիր, մենք էլ գնանք օգնենք, որ շուտ վերջացնեն։ Ուֆ, ես ոնց ենք ապրում։ Յա, մոռացել ես առաջ ոնց էինք ապրում։ Սառնարանը բացում ենք, մեջը բան չկար ուտելու։ Հիմա այն սառնարան ունենք, որ դուռը դաժե ներս է բացվում։ Չէ, ինչին շատ լավ էլ հիշում եմ։ Առաջ լվացքի մեքենայի մեջ էլ լվացքը ձեռքով էինք անում։ Հիմա էլ պարավի լծի տակ ենք ապրում։ Ինչի տակ։ Դե դիկտատուրա էլի։ Այ դրա, հա, ավելի լավ է պարավի լծի տակ ապրենք, քան թե առաջվա նման։ Ես դու էլ ընդդիմությունից դուրս եք արու միացար կոալիցիային, հա։ Ոչինչ։ Ոչինչ։ Ես մենակով կպայքարեմ։ Պայքարես, չպայքարես, մեկա մի հաշիվա։ Լսի, այսօրվա երեկոյան ընթրիքը դու կսարքես, ես պիտի գնամ ընկերուհուս հոր պանիխիդային։ Ահա, խնդրեմ, բացի պանիխիդայից էլ տեղ չունենք գնալու։ Հա, բայց ասում եմ լավա գոնե այսօրվա պանիխիդան ռեստորանում ա լինելու։ Ճիշտ ես ասում, որ խնդրեմ այսօր ինձ էլ հետդ կտանես, այն կարմիր շորիկս ոչ միտեղ չեմ հագել։ Աղջի ջան, նենց ես խոսում, ոնց որ բալմասկառատ եմ գնում։ Այս բաժակներն են լվա։ Ռուբիկ հետ արի։ Ռուբիկ քեզ հետ արի։ Տատի։ Հայ տղա։ Կարող է գիտես այս տունը քեզ համար հոստել է, կամ էլ բարտերով վերցած ձերի հյուրանոցային համար է։ Տատի տես բաները որտեղից գիտես։ Ինտերնետում եմ կարդացել։ Ինչի գիշերները տուն չես գալիս։ Կամ էլ անեն ժամի ես գալիս, որ գյուղում մարդիկ այդ ժամին նոր արթնանում են։ Որտեղ ես զվռնում։ Դե գործերով էլի տատի։ Կարող է հացի փռում բանվորություն ես անում, կամ էլ նայթ քլաբում պահակություն։ Այդ ժամերին ինչ գործ։ Տատի, բա ինչ անեմ, ամբողջ օրը չեմ նստելու տանը ձեր կանացի խոսակցությունները լսեմ։ Առանց հետ էլ արդեն անկախ ինձնից, ընկերներիս հետ անեծքներով եմ խոսում։ Հրս ծիծաղում են։ Դրա համար այդ ընկերներից հետ մի որոշ ժամանակով հրաժարվի, մի հատ լավ աղջիկ ճարի, ամուսնացի, քուրու աղբեր տանն եք մնացել։ Ուշ։ Ինչ-որ ամուսնանանք դուրս ենք մնալու, համ էլ 22 տարեկանում ինչ ամուսնանալ, այ տատի, թող մի քիչ կյանքս վայելեմ, էլի, ամեն մի 10,000 բենզինի փող դուր տեղ պիտի գնանք, էլի, այնտեղ լիքը աղջիկներ են իրելու, մարդ ես կարող է մեկին էստուն հարս եմ բերում։ Դու արդեն համա անում ես, բայց որ կարող է հարս բերես, վերցրու Ռոբոս ջան։ Տատի ջան, մի 10,000 էլ հետ գալու բենզինի փող դուր։ Յա, այդ մեղրից ես հարս բերում։ Վերցրու, բայց ուշ տուն չգաս, հասկացար։ Հա, հասկացա, որ ուշ լինի, էլ չեմ գա։ Յա, ձեռ ես առնում այդ տղա։ Տատի ջան, դե եթե շուտ գամ, պիտի արագ քշեմ, չէ։ Եթե արագ քշեցի, հաստատ մի 30,000-ի խախտում եմ անելու։ Այ որ մի 40,000 էլ տաս։ Հասկացա։ Դու ավելի լավ ուշ արի տուն։ Դե թռա ես։ Այս տանը մենակ ստրիպտիզ կլուբից հարսն է պակաս։
Հայարպի, դու մեզ հեռու բարեկամ ես, չէ՞։ Հա, Ազիզ։ Բա ինչ ես սենց մոտիկ ապրում։ Դե հենց աշխատանք գտնեմ կառանձնանամ, էլի Ազիզ։ Իսկ երբ ես պատրաստվում աշխատանք գտնես Հայարպի ջան։ Ազիզ դե նա կսովորեմ, կավարտեմ, մասնագետ կդառնամ, հետո ոնց էլ չլինի մի 3 տարի գործ չեմ ունենա, հետո ընկեր կունենամ, ընկերս հաստատ չի թողի որ աշխատեմ, հետո կամուսնանամ, կգնամ մարդուս տուն ու էլ հաստատ ձեզ նեղություն չեմ տա Ազիզ։ Չէ, ինչ նեղություն, հարսանիքն էլ մեր տանը կանենք։ Շատ մերսի Ազիզ։ Հայարպի, եթե դու ուզում ես աշխատանք գտնես ու հատկապես ընկեր ունենաս, դու պետք է մի քիչ ժամանակակից ապրես, հասկանում ես։ Ժամանակակից խոսես, ժամանակակից շարժվես, ժամանակակից հագնվես։ Բա դրա համար ինչ պետք է անեմ Ազիզ։ Պետք է գաս ինձ մոտ դասերին։ Հասկացար։ Հասկացա։ Այսուհետ ես քեզ համար կլինեմ Միս Թինա։ Միս Թինա Ազիզ, վաղը կուսեցի քով քեֆի ենք, վաղը հնարավոր է չգամ, մեկը եթե կարելի է քո շորից մեկը կտաս հագնեմ այդ քեֆին։ Նախ առաջինը, քեֆ չի փարթիա։ Երկրորդը, շոր չի շորիկա։ Եվ երրորդը, ոչինչ որ դու հիմա ես իմ շորերով։ Բայց Ազիզ, ես քո տնական շորն է, իսկ ես հենա այն դրսականը եմ ուզում։ Հայարպի, իմ բոլոր շորերը մոլից են։ Ու դու ուզում ես, որ ես իմ մոլի շորը տամ, որ դու սարքես պոլի շոր։ Բայց Ազիզ, խոսք եմ տալիս, ինչ վիճակով վերցրել եմ, այդ վիճակով էլ հետ կտամ։ Ասեմ ավելին, խոսք եմ տալիս, որ հետ կտամ։ Սաքո ջան, ինչի է SMS ուղարկել, որ կողքս մարդ չունի զանգեմ քեզ։ Հո բան չի պատահել։ Մամ, հիմա ուշադրես ինչ եմ ասում։ Մի որոշ ժամանակ հետո մեր տուն մի ռուս աղջիկ է գալու, անունը Յուլիա։ Բալես, էլի պասիլկա ես ուղարկել։ Չէ, մամ ջան, այդ ռուս աղջիկը իմ կինն է։ Մամ։ Ինչ։ Մամ, այդ ռուս աղջիկը այդ ամուսնացել են, որ քաղաքացիություն ստանամ։ Քաղաքացիություն ստանալով գործերս ավելի կլավանա։ Ինքն էլ շատ էր ուզում ձեզ հետ ծանոթանալ։ Ստիպված ուղարկեցի, որ մոտը կասկածներ չառաջանա։ Սաքո ջան, սա տունը հոհարեմ չի։ Դու պատկերացնում ես մենք ինչ խայտարակ ենք կնելու։ Բարեկամներին ինչ ենք ասելու, հարևաններին ինչ ենք ասելու։ Վարսավիրիս ինչ եմ ասելու։ Լավ, հələ դրանք բոլորը մի կողմ։ Կնոջդ Մարետային ինչ ենք ասելու։ Մամ ջան, մի ձև պետք է բացատրես վիճակը։ Ես այստեղից չեմ կարա, քո մոտ ավելի լավ կստացվի։ Դու իրան նախապատրաստի, հետո նոր ես կզանգեմ կխոսեմ։ Ինքը հիմա տանն է։ Չէ, տանը չի պանիխիդայա գնացել, բայց որ եկավ երկրորդ պանիխիդան էլ ստեղ կսկսվի։ Ու ամենակարևորը, մամ, Յուլիան չգիտի, որ Մարետան իմ կինն է, ու չպիտի իմանա։ Ո՞նց չպիտի իմանա, այդ բա ինչ ենք ասելու։ Կասեք Մարիետան քուրսը։ Մեկ էլ Յուլիային լավ կնայեք։ Ու լավ կվերաբերվեք։ Դրանից կախված է մեր բոլորի ապագան։ Բալես, ես կբացեմ։ Hello, sweet pie. I'm really glad you could make it. I think we should get straight to business. Show me what you've got, pie. I'm really glad you could make it. I think we should get straight to business. Здравствуйте, это квартира Саркиса Петросяна? Да. Можно? Что можно? Зайти. Зачем? Саркис меня сюда отправил. Ես էլ ասում ինչ ասում։ Սարգիսը ոնց որ պասիլկա է ուղարկել։ Заходите.
Меня зовут Юля. Тина? Очень приятно. Анна? Очень приятно. У вас, наверное, для нас посылка? Да, я и есть посылка. Интересно? Я Юлия Иванова, жена Саркиса Петросяна. Ինչա ասում։ Ոնց որ թե ասում ասակովարի կիննա։ Че, вы знаете, жена Саркиса? Нет. Добро пожаловать к нам домой. Вы, наверное, мама Саркиса. Очень приятно. Очень приятно. Настибались. Чай, кофе, водка. Нет, спасибо. Տատի է սովա։ Նստեք ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Տանով կա։ Սյուզիկը։ Վալերյան կայլի խմող կար։ Я понимаю, вы немного в шоке. Все это случилось так быстро. Я и Саркис решили не затягивать и быстро поженились. Ведь мы так любим друг друга. Բարև ընտանիք։ Բարև Աշխեն։ Ծանոթացի Յուլիայի հետ։ Նոր մամատա։ Ինչ։ Ասա մի քիչ հորս քաշեի էլի։ Ես კი մի անգամ չեմ կարում ամուսնանամ, ինքը երկրորդ կանաչն ա տուն ուղարկում։ Իհարկե հիմա դրա ժամանակը չի, բայց եկեք հայարփին էլ ոչ մի բան չասենք, որովհետև եթե հայարփին իմացավ, կիմանան գյուղի բոլոր բարեկամները, իսկ եթե գյուղի բարեկամները իմացան, ամբողջ աշխարհի բարեկամները կիմանան։ Ոյ, այս լունա պարտեսիչ լավ տեղ էր։ Ես մենակ չասեք, թե հյուրեր ունենք։ Հայարփի ծանոթացի, մա Կոչյանս ընկերուհին ա։ Ռուսաստանից նոր եկել, մի որոշ ժամանակ մեր տանը կապրի։ Ես ինչ ես ասում, Հայարփի Վարդանյան։ Юля, очень приятно. Очень приятно, царь. Очень приятно, здравствуйте, царь. Очень приятно, царь. Очень приятно, царь. Что? Бомбарбия. Киргуду. Шутка. Շուտկա։ Ինչ ասեմ ձեր այս սիրուն ռուսական ոտքերը խերով լինի մեր այս հայկական օջախում։ Հայարփի ջան, Ազիժյան, վաղուց ձերոնց հետ չես խոսել, չէ՞ հեռախոսով։ Հա, ճիշտ ես ասում, ինչքան ժամանակ ա մեր օսենը չեմ լսում։ Դե մի րոպե սպասի։ Այսօր վերցրու։ Դե գնա քո սենյակ ու խոսի ձերոնց հետ։ Գնա։ Չարժի, ու ձերոնց էլ կասես, որ սկայպով չեն ծնգցնում։ Ասում եմ սրան ուղարկեն քնել ու քանի Մարետան չի եկել։ Մամա ջան, ինչ կնցնել։ Հեսա ես սրա սիրուն մազերը գլխից պրճոկելով տնից դուրս կշփրտեմ։ Աննա ջան, Սակուն ասեց, որ լավ վերաբերվենք, թե չէ ես նոր էի սրա սիրուն ոտը գլխից պոկել։ Юля ջան, может, ты голодная? Нет, спасибо. Я лучше отдохну, если можно. От долгой дороги устала, мне лучше пойти поспать. Սրան ուղարկեք թող Ռուբիկի սենյակում քնի, մինչև տեսնենք վաղը ինչ են կանելու։ Բա Ռուբիկը տատի։ Ռուբիկը այսօր տուն չի գալու։ Ասեց, որ ուշ ա գալու, իսկ դա նշանակում է, որ այսօր հաստատ տուն չի գալու։ Юля ջան, давай я тебя провожу. Пошли.
Անիխիտ այդտեղ հետ ինչ էր կատարվում։ Մեր խոբ գցելու տեղ չկար։ Մարիտա ջան, արի գնանք խոհանոց։ Հետդ շատ լուրջ խոսելու բան ունենք։ Ժողովուրդ, ստեղ ինչ է կատարվում։ Խոսացեք։ Վայ։ Ինձ գերի եք վերցրել, հա։ Դուք հայր են խոսում եք։ Մարիտա ջան, դու հասկացող աղջիկ ես։ Մարդը տերը տենց ասում։ Քեզ պինդ պահի շատ կարևոր բան ունենք ասելու։ Մոտ չգաք թռնում եմ։ Եթե ծտերը թռնում են տակ երկիր, ու այդ ծիտն է թռեյկել ատակ երկիր, ես թույլ չեմ տա, որ նա ծրտի ինքնասիրության վրա, մամա, ես թռնում եմ։ Մարիտա ջան, տակ գլխով բաներ մի արա, սակոն ասելա բոլորից համար շատ լավ է լինելու։ Չէ, թռնում եմ։ Բարև Ասկեն ջաջա։ Թռնում եմ, մամա։ Մամ, ուզում ես ինձ Ռուբիկին ատել թողես։ Ոչ, դուք նոր մայր ունեք, ինքը ձեր մասին հոգ կտանի, ես թռնում եմ։ Մարետա, հո դու բանկից 40%-ով վարկ վերցրած մարդ չես, հլը հետ թռի։ Թռնում եմ։ Մարետա տոտա, հավատացեք հիմա պակը կյանքի փորձին, չարժեն ման բանանել։ Սիրտս վախից թրթռում է, Մարիտա ջեջա խնդրում եմ, հետ թրթռեք էլի։ Թռնում եմ։ Մամ ջան, որ հիմա դու թռնես, սողնես տիպած պապանա թռնելու գա։ Մարիտա ջան, իչի, հեսա մի բան կմտածենք, հո չենք թողնի, որ դու նեղվես։ Հա։ Հա։ Դու գիտես մեզ համար ինչ կարևոր ես։ Հա։ 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 Իչի, արի, Մարիտա ջան, իչի։ Կանաց մամա կգրեմ։ Դե օգնի կգրեմ, կանաց։ Բայց Սակոյի քաղաքացիությունը ստանալն էլ է շատ կարևոր։ Սարևարա, եսովը։ Ալո, Վազգեն չիք, արագ ուշկյալի բանում հարցնում։
Ապա դու կարող ես հիշես երեք հետներս ինչ ա եղել։ Որ ստրիպտիզում ենք եղել, ես էլ եմ տենում, բայց հետո ես Էդես ում հետ եմ աղբեր տուն եկե։ Չես հիշում։ Արա հորս արեմ այդ բան ասեմ, վրեժ չխնդաս, ապե առավոտը զարտում եմ, կողքս տեղերից մեջ մի հատ թույն ռսոտ ծիտա պարկած։ Ապա երեկվանից քննածա, չգիտեմ ինչ անեմ։ Հորս ինչ մարջիշտի Վեգաս էի կարե հորս արդ մարզվել էսի կնիքս է։ Ապե լավ Սպասի դուք խոսանք։ Ты кто такой? Ты что хочешь? Олег, ты ищешь. Как тебя зовут? Юля, я жена. Жена. Хоровый засмет кахме. Давай быстро вставай, только ничего не говори и тихо. Ոնց տոտին մեզ չբռնստի։ Չնայած տոտինը մասը, բայց են կաշխարակիր սյուզին դրանդեմ բաղակական է։ Давай, быстро. Куда мы идем? Ռուբիկ, ինչ է կատարվում ստեղ։ Տատի ջան, ծանոթացի։ Ընկերույս է։ Յուլիանա։ Մենք շատ շուտով ուզում ենք ամուսնանանք։ Ուրիշ աղջիկ չճարեցիր։ Թե քեզ էլ Ռուսաստանի քաղաքացիություն պետք։ Այ տղա, հիմա էլ աչքը դրել ես Աշխեն ինգերուհու վրա։ Ոնց։ Էս Աշխեն ինգերուհին, հա։ Հա, հաստատ Աշխեն ինգերուհին է։ Ես երեք իր այդ անձամբ եմ ծանոթացել ասես։ Իրիկունով նստած։ Հայ արփի։ Հայարփի ջան, դու դասի չես։ Դասի եմ, սպասում եմ 200 դրամս տակ գնամ։ Այս 5000-ը վերցրու, դասերից հետո կուրսեցիներով կգնաք կաֆե, հետո ման կգաք, հետո ուշ կգաս տուն։ Հապրես մոքոր ջան, դե 4800-ը հետ կտամ։ Հա, գնա։ Մոքոր ջան, սպասի, էլի խնդրում եմ։ Ազիզ, գիտես լիֆտերից վախենում եմ, մեզ անգամ էլ դու հետս իջի ճանապարհի, հա։ Գնա։ Պաստորեն, իմ քուրը ընկերություն անում գիշերային ակումբում։ Հորս արեմ, բարը, ես հեսա ոնց եմ խայտարակլնում տղեքի մոտ։ Я не знаю, что здесь происходит, но мне лучше одеться. Մի րոպե, եթե ստրիպտիզոր շան քրոջս ընկերուհին է, կարող է քուրս էլ է։ Աշխեն, դրա համար էիր ասում քեզ Աշա ասենք, Աշա, Աշխեն, Աշա! Ինչ ես առավոտ շուտ ձենդ գլուխդ գցել։
Ռոբ, ինչ ես անում։ Ուզում ես տանը ծխես։ Բան եմ փորձում։ Ինչ ես փորձում։ Աշխեն, դու ինձ Յուլիայի մասին բան չունես պատմելու։ Դու աչքիս ոչ մի բան չգիտես։ Վախարա, չես արդեն պատկերացնում եմ, ինչ պտի ասես։ Դե կյանք Ռոբ ջան, ամեն ինչ էլ կարա լինի։ Կարևորը, որ այս ամեն ինչը մեր բոլորի համար լավ է։ Աշխեն! Որ ես ես անգերներից մոտ խայտարակ եմ ըլնելու, ու ոչ մենակ ես, ընտանիքով ծիծաղի առարկա ենք դառնալու, դրա ինչն է լավ։ Պապան ա տենց ասում։ Ինչ։ Պապա։ Ու պապան այս ամեն ինչին նորմալ է վերաբերվում։ Այս ամեն ինչը պապան ա կազմակերպել։ Ոխորա։ Աշխեն ով գիտես ամեն ինչի մասին։ Բոլորը։ Բացի Հայարփից։ Դե Հայարփի ինչ ասեցինք, որ գյուղի բարեկամները չիմանան։ Մաման շատ ծանր տարավ։ Ուրեմն լսի։ Դու սրանից հետո ընդհանրապես տնից դուրս չես գալու։ Իսկ այդ Յուլիային ես իմ ձեռներով կճանապարհեմ։ Եղավ։ Ռոբ ջան, ապեր չես կարա, պապան ասելա, որ իրան պետքա շատ լավ վերաբերվենք։ Ինչ։ Ինչ կապ ունի պապան Յուլիայի հետ, Աշխեն ես ընտանիք, հատը գժանոց արա, ով կարից մեկ նորմալ բան բացատրի, հասկանամ ստեղ ինչ ա կատարվում։ Ես կբացատրեմ։ Եվա տատի։ Տատի ու մաման պետք է ամեն ինչին դիմանա։ Բոլորս պիտի դիմանանք։ Можно я нам всем приготовлю кофе? Մերերի սարև։